Ինչ է պետք անել Իսրայելի ամենաբարձր պարգևի դափնեկիր դառնալու համար, գիտնական լինել, արվեստագետ, թե աշխարհի ամենահակասական քաղաքական գործիչներից մեկը։ Մինչ այս տարվա ամենաքննարկվող որոշմանը հասնելը, հասկանանք, թե ինչ պարգևի մասին է խոսքը։ Իսրայելի ազգային բարձրագույն պարգևը սահմանել է կրթության նախարարությունը պետության հիմնադրումից ընդամենը 5 տարի անց, 1953-ին։ Մրցանակը տրվում է գիտության, մշակույթի և հանրային կյանքի այն գործիչներին, որոնք իրենց գործունեությամբ ձևավորում են երկրի զարգացման ուղին։ Գործիչներն ու գիտնականները մի ամբողջ կյանք են նվիրում այս մրցանակին արժանանալու համար։ Իսրայելում ասում են, այս մրցանակակիրները հենց նրանք են, ովքեր ձևավորում են պետության գիտական ու մշակութային դնթ-ն։ Ամեն տարի անկախության օրը երկրի քաղաքական էլիտայի և ամբողջ ժողովրդի ներկայությամբ 10-ից 12 մարդ արժանանում է այս բարձրագույն կոչմանը, ստանալով նաև համազգային ճանաչում։ Բայց ոչ միշտ է այս մրցանակաբաշխությունը հարթ անցել։ Իսրայելցի մրցանակակիրները երբեմն զրկվել են բարձրագույն պարգևից իշխանությանը հակադիր քաղաքական հայացքների պատճառով։ Մաթեմատիկոս Օդետ Գոլդրայխը պետական մակարդակով քննադատվեց և ի վերջո չստացավ մրցանակը միջազգային կոչին միանալու համար։ Նա հորդորել էր չֆինանսավորել Արիել համալսարանը, քանի որ այն Պաղեստինից բռնազավթված տարածքում էր գտնվում։ Եթե սա ներքին վեճ էր, ապա այժմ ձևավորվում է մի որոշում, որն արդեն միջազգային արձագանք է ստանալու։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է 2026 թվականին Իսրայելի ազգային բարձրագույն պարգևի գլխավոր մրցանակակիր է դառնալու Դոնալդ Թրամփը։ Սա աննախադեպ որոշում է։ 1953 թվականից ի վեր այս մրցանակը երբեք չի շնորհվել Իսրայելի քաղաքացի չհանդիսացող որևէ մեկին։ Մենք որոշել ենք խախտել կոնվենցիան։ Սա պատմական իրադարձություն է։ Առաջին անգամ մրցանակը տրվում է ոչ իսրայելցու։ ԱՄՆ նախագահը պարգևատրվելու է Իսրայելին ցուցաբերած աջակցությունների համար։ Իսկ թե ինչ աջակցության մասին է խոսքը, դրա ականատեսն ենք արդեն 1 ամիս։ Այսպիսով, ավելի քան 70 տարի անց Իսրայելի ամենաբարձր պետական պարգևը փոխում է իր սահմանված խաղի կանոնները։ Մեկ հարց է մնում, սա պարզապես շնորհակալություն է Դոնալդ Թրամփին, ինչպես պնդում է Իսրայելի կառավարությունը, թե քաղաքական ազդակ, որով ազգային բարձրագույն մրցանակը վերածվում է դիվանագիտական գործիքի։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։